Տեր հայրը շատ լավ խոսք ասեց, շատ լավ, բայց կուզեմ մի բան էլ ես ավելացնեմ, մի անգամ շատ քիչ զրույցներից, հազվադեպ զրույցներից մեկի ժամանակ մեր վեհապարի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ նա պատմեր, թե առաջի անգամ որպես եկեղեցու սարկավակից հետո երևի ձեռնադրվելուց հետո որ գեղարդում էր ու ծառայում էր գեղարդում ու ասում էր սովետի մութ թվերն էր ով եկեղեցի էր գալի, խնդիր էին ստեղծում։ Ասում էր եկեղեցում կարող է շաբաթով սպասեինք, որ մարդիկ գային։ Բայց ասում եմ, իսկ ովքեր էին ամենաակտիվները։ Դե ասեց մի քանի Հայաստանի մարզ ու ասեց Արտաշատը։ Ես զարմացա, ասեցի, բայց Արտաշատը հեռու է Գեղարդից։ Ասում է, ոտքով ամեն տարի ոտքով Արտաշատից գալիս էին Գեղարդ 60-ականներին։ Երբ նստեցնում էին, երբ այսօրվա արածները մուլտիկ էին այն ժամանակվա համեմատ ու գալիս էին Գեղարդ հավատավոր ժողովուրդ ու ասում էր ես հավատում եմ, ես տեսնում եմ, որ Արտաշատի մեր հայրենակիցները, արտաշատցիները ամենահավատողներից են, իհարկե Գյումրին էլ նշեց, այլ համայնքներ էլ նշեց, բայց Արտաշատը առանձնահատուկ պատմեց։ Իմ մոտ մեծ փոփոխություն եղավ այդ ժամանակ։ Այն արժեքները, որ ստեղ կան։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, մի բան պետքա մենք սովորենք ու գնանք այդ ուղղությամբ։ Քամիները գալիս են, գնում են, ամեն մի քանի տարին մեկ։ Բայց այս քամիները լուրջ բան չեն փոխում, եթե տակից մենք չենք կառուցում։ Այս քամիները պետքա ճամփենք ու կառուցենք։